ինչու սահմանը չի բացվել, ինչի վերջնական չստորագրվեց պայմանագիրը, Թուրքիան էլ Ադրբեջանն էլ դժգոհ են։ Իրենք համատեղ խաղ են խաղում։ Այդպես չի որ մեկ հակասություն կա իրենց մեջ, Ադրբեջանը մի բան է ասում։ Հա, լինում են որոշ տարաձայնություններ, բնական է, բայց իրենց գլոբալ խաղը միշտ փոխհամաձայնեցված է։ Դա է իմ կարծիքը, իմ տպավորությունը։ Իրենք սպասելիքներ ունեն եւ շատ ցանկանում էին, որ այդ միջանցքի վրա վերահսկողությունը իրենց լիներ։ Որ առանց որևէ խոչընդոտ, որևէ վերահսկողության, այսինքն կարծես իրենց տարածքը լիներ, այդ միջանցքով, որ բոլոր իրենց բեռները, ուղևորները գնան կան եւ այլն։ Դրանք դա են ուզում, դրանք վաղուց են դա ուզում։ Դեռ 5-6-7 տարի առաջ Ալիևը մահմեդական երկրների առաջնորդների հանդիպման ժամանակ ասում էր մեզ մնացել է մենակ մի բան Զանգեզուրի միջանցքը վերցնել եւ այլն։ Դա նոր չէ։ Դա հասկանալի է։ Բայց հասկանալի է նաեւ այդ ֆոնի վրա Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի շահերը, որոնք չեն համակրում, այլ հակադիր են։ Ռուսաստանը ինքն է փորձում այդ վերահսկողությունը ունենալ։ Միացյալ Նահանգները արդեն քայլ արել է այդ ուղղությամբ։ Որն է մեզ ձեռնտու, իհարկե ձեռնտու է Միացյալ Նահանգների ներկայությունը, դա մեր անվտանգությունն է։ Դա մեր եկամուտներն են, դա մեր տնտեսական կապերն են եւ այլն։ Բնական է, որ Գալուզինը կառաջարկի, որ Ռուսաստանում ստորագրվի, որ իրենք փորձեն ինչ-որ կետեր օգուտ իրենց պայմաններով, հա։ Իրենց պայմանները, իրենց շահերը փորձեն դնել տեղ եւ այլն։ Չնայած գրված է, որ տեքստը այլևս չի փոխվել։ Բայց հանդիպումը բանակցությունների հնարավորություն է տալիս եւ այլն։ Թե շատ դժվար է ասել, թե ինչ են խոսել Պուտինը եւ Թրամփը։ Երեք մեր ժամանակով Պուտինը եւ Թրամփը հեռախոսազրույց ունեցան։ Բոլորս գիտեինք, որ ուրբաթ օրը Թրամփը պետք է խոսեր Զելենսկու հետ, Ուկրաինայի նախագահի հետ, եւ Պուտինին հաջողվեց մեկ օր առաջ արդեն Թրամփի հետ խոսել եւ Թրամփի տրամադրությունը կարելի ասել ամբողջությամբ փոփոխվեց։ Չի պնդի, որ Պուտինին հաջողվեց փոխել Թրամփին, վաղ կարող է ասել լրիվ ուրիշ բան։ Թրամփը կարող է ասել։ Միանշանակ։ Այդ պահին խոսել է, փորձել է ինչ-որ ընդհանուր լեզուքներ զիջել եւ այլն, դա դեռ ոչինչ, չասեմ ոչինչ, բայց վերջնական չի նշանակում, որ Պուտինը համոզեց, փոխեց եւ այլն։ Ես հուսով եմ, որ Թրամփի որոշումը Սյունիքի միջանցքի հետ կապված մնայուն է եւ ամերիկյան ներկայությունը ստեղ կլինի ավելի երկարատև։ Այլ հարց է, որ սահմանի բացման մասին խոսեցինք, կա կարծիք, դա իմ կարծիքը չէ, որ միգուցե սպասում են ընտրություններին, տեսնեն ով է անցնում, եթե ռուսամետ ուժեր անցնեն, իրենք դեռ կմտածեն բացեն սահմանը թե ոչ։ Կա այդպիսի կարծիք, ես չեմ պնդում, որ ես լրիվ Թուրքիան դեռ մտածում է կբացի։ Այո։ Թուրքիայում կա անդիմություն, որը ասում է, որ պատերազմից հետո անմիջապես հետո պետք է սահմանները բացվեր։ Թուրքիան իր տնտեսական ներկայությամբ, ազդեցությամբ շատ ավելի ասելիք կունենար ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ Անդրկովկասում։ Այնուամենայնիվ, ինչու չի բացված։ Հիմնականում Ադրբեջանի ճնշման պատճառով։ Ասելով, որ դուք դավաճանում եք մեր շահերին, սպասեք էլի բան փոխենք եւ այլն եւ այլն։ Նույն պատճառներով, ինչով չվավերացվեց նախաստորագրված այդ պայմանագիրը այո 2009 թվականին արդեն ստորագրված էր ըստ էության նախաստորագրված էր ամեն ինչ մնում էր ազգային ժողովը հաստատեր եւ սահմանները կբացվեին դիվանագիտական հարաբերություններ կհաստատվեին ահավոր մեծ ճնշում Ալիևի որ դուք մեզ դավաճանում եք այսինքն ցույց է տալիս պատմությունը այս վերջի մի 20 տարվա որ Թուրքիայում ծառնտու եղել սահմաններ բացելը ավելի շատ է որտեղ սահմաններ բացելը իր լիարժեք տնտեսական ներկայացումն է Անդրկովկասում դա ոչ թե կախվածություն է եկեք չմոռանանք որ Թուրքիան հավակնում է դառնալ ամբողջ թուրքախոս եթե ոչ մահմեդական աշխարհի բայց թուրքախոս աշխարհի առաջնորդ այո դա նշանակում է որ բոլոր այդ երկրների եւ առաջին Ադրբեջանի հետ կապված ինքը պետք է իրեն շահերը վերդասի ամեն ինչից եւ Էրդողանը չի ուզում կորցնի իր այդ լծակը այդ ազդեցությունը այդ երկրների վրա այդ պատճառով երբեմն զիջումներ է անում որ Թուրքիայի շահերից առանձնապես չեն բխում
Այ 2009 թվականի եթե հիշենք կտեսնենք, շատ բացահայտ երևաց է։ Եվ այնտեղ կա որոշակի նյարդայնություն կապված նաև Ադրբեջանի պահվածքի հետ։ Մանավանդ հիմա, երբ չափազանց մեծ ոգևորություն եւ էйֆորիա կա հաղթանակից հետո իրենց 2020 թվականի պատերազմից հետո Ալիևը լրիվ իրեն վստահ է զգում, ուզում է էլի բաներ փոկի, էլի բաներ վերցնի։ Թուրքիայի դաշնակից լիները եւ միլիարդավոր դոլարները, որ ստանում են գազի նավթի վաճառքից։ Իրենք պատիկ անգամ ավելի գումար են տվել միշտ զինվելու համար։ Առաջ 10 անգամ ավել, հիմա 4-5 անգամ ավել, բնական է այդ բոլորը տալիս է նաև վստահություն։ Կա մեծ առաջընթաց։ Այն որ պայմանագրերը նախաստորագրվեցին Միացյալ Նահանգներում, դա մեծ առաջընթաց էր, որտեղ նախ չեն կրակում, ամեն օրը խաղաղ ավելացնում է խաղաղության շանսերը տարածաշրջանում եւ մեր զինվորները չեն զոհվում։ Սա արդեն մեծ առաջընթաց է։ Երկրորդ մեծ առաջընթաց է Միացյալ Նահանգների ներկայությունը Սյունիքում, արդեն գալիս են տարբեր գործողված մասնագետներ, մաքսային ոլորտում, սահմանապահներ, ուսումնասիրում են, ծրագրեր արդեն կազմում են, մոտավորապես 150 միլիոն դոլար արդեն հատկացել է Միացյալ Նահանգները նախագիծը կազմելու համար, շինարարական աշխատանքները սկսելու համար, ինչի մասն է խոսքը։ Ահռելի ֆինանսավորում կգա, կբացվեն այդ ճանապարհները, նաև հարակից ճանապարհները, որը միայն լավ է Հայաստանի համար։ Եվ եկեք մտածենք նաև ապագայի մասին։ Միացյալ Նահանգների ներկայությունը ստեղ շատ կխրախուսի, որ նույն թուրքմենական գազը Հայաստանով անցնի, տրանզիտ որպես, որից մենք ոչ միայն եկամուտ կստանանք, այլև կստանանք լրացուցիչ գործոններ կայունության և խաղաղության համար տարածաշրջանում, որտեղ այդ մեծ պրոյեկտների համար կայունությունը և խաղաղությունը առաջի կարևոր նախապայման է, շատ կարևոր է։ Մենք հենց դրա վրա պետք է շեշտադրումը դնենք և անում ենք։ Հիմա կարող ենք դժգոհել, որ կարող ենք ավելի արագ տեմպերով անել, ինչի մենք չպահանջեցինք պատերազմից հետո, պարտվելուց հետո անմիջապես, որ ռուսական բազան և զորքերը այստեղից դուրս հանվեն։ Կային այդպիսի կարծիքներ և դա պետք էր անել, բացահայտ դավաճանություններ և օգնության բացահայտ բացակայություններ։ Բայց դա չարվեց, ինչ-ինչ պատճառներով։ Մենք մանրամասը չենք տիրապետում ողջ տեղեկատվությանը։ Բայց ընդհանուր ուղղությունը ճիշտ ուղղությամբ է գնում։ Դանդաղ է գնում, որովհետև տարբեր շահեր կան, ինչ որ ձևով փորձում է իշխանությունը գտնել մի տեսակ կոմպրոմիս տարբեր խոշոր խաղացողների շահերի միջև։ Ընդհանուր մեծ մասը այդ խոշոր խաղացողների լրիվ կողմ են եւ այդ միջազգին եւ խաղաղության խաչմերուկին եւ բոլոր պրոյեկտներին, որոնց շուրջը պայմանավորվեց Փաշինյանը Տրամփի հետ Վաշինգտոնում եւ ստորագրեցին պայմանագրեր։ Դա իրենց ձեռ է տալիս։ Հնդկաստանին, Չինաստանին, տեսեք ինչ խոշոր խաղացողների շահեր են այստեղ փաստորեն արտացոլվում։ Միայն Ռուսաստանն է, որ համաձայն չէ դրան եւ ուզում է ինքը լինել։ Դեռ ուզում է մասնակցել առնվազն, իսկ ամենաշատը ուզում են իրեն ձեռքը վերցնել Թուրքիան եւ Ադրբեջանը, որոնց թվում էր թե իրենք շատ մոտ են դրան, միգուցե մոտ են, ես չգիտեմ։ Բայց Միացյալ Նահանգների դիրքորոշումը փոխեց շատ բան։ Իրենք փորձում են խաղալ բոլոր դաշտերում, որը որ կստացվի։ Մի կողմից փորձում են համոզել, որ Թուրքիան, Ադրբեջանը կայունությունը, անվտանգությունը ավելի լավ կպահեն, դա ավելի ձեռնտու կլինի Միացյալ Նահանգների, մի րոպե չեմ կասկածում այդ մասը։ Մյուս կողմից էլ փորձում են խաղերտալ Ռուսաստանի հետ, փորձել խառնել իրավիճակը եւ փոխել իօկուտ իրենց։ Իրենք աշխատում են շատ հստակ իօկուտ իրենց։ Եթե պետք է բոլորովին չեն վարանում դավաճանել, արհամարել, փախչել տարբեր պայմանավորվածություններից, ինչպես եղավ Ռուսաստանի հետ։ Ընդ որում երկու անգամ վերջի 1 տարվա ընթացքում։ Մի անգամ Մոսկվայի պայմանագիրներ, հետո Կարսի պայմանագիրը, երբ ամբողջ Արևելյան Անատոլիան իրենք վերադարձրեցին իրենց։ Այդ թվում Արարատ լեռով, որը երբեք իրենցը չի եղել։ Հայաստանի հաշվին, խաբելով Ռուսաստանին, որ թող Ադրբեջանը լինի սովետական միության կազմում, համաձայն ենք։ Սա էր Աթաթուրքի։ Տեսեք ինչ ձևով կարողացավ խաղալ եւ վերցնել։
Անհետև գնաց Իրանի շահի հետ խոսեց, որ որոշակի սահման ստանա Նախճեվանի հետ, այդ 9 կիլոմետրը։ Եվ հիմա արդեն ստրատեգիական այդ Թուրանի գիծը փորձում է առաջ տանել։ Ինչի մասին է խոսքը։ Լրիվ խափեց Ռուսաստանը, ինչ ստացավ Ռուսաստանը, որ ընդհանրապես ահռելի տարածքներից Հայաստանը։ Բայց Ռուսաստանը իրեն խապված չի համարում է, որ ինքը Դե բնական հաշվարկ է, էր արել իրենց իրենք- պետք էին Թուրքիան պետք էր այն ժամանակ, Իրենք այսօր էլ են նրանք եւ չեն բարձրաձայն չէին կարող դա ասել։ Իսկ հիմա անթակույց ասացի, որ Ադրբեջանը իրան դավաճանեց եւ իր խոսքը չկատարեց, շատ վատ պահեց եւ որպես պատասխան խոցեցին ինքնաթիռը, որ գնաց եւ զոհվեցին մարդը։ լավ, այդ Բայց շրջանները դրանից հետո ապրեցին։ այնպիսի քաղաքականություն վարեցին, պետք է ասել, որ դա կարողություն է որոշակի։ Ալիևը, Էրդողանը եւ այլն, որ Պուտինը մի քանի անգամ ներողություն խնդրեց դրա համար եւ հիմա իրենց հարաբերությունները ջերմանում են։ Կարող եք չկասկածել, որ նախաձեռնությունը ստեղ Ադրբեջանինն է եւ Թուրքիային է։ Իրենք բաշխում են դերերը պարզապես։ Ով ինչ քայլանի երբ եւ այլն։ Եվ ելի հերթական անգամ փորձելու են օգուտով դուրս գալ այս վիճակից, խապելով Ռուսաստանին,